Բարև ձեզ սիրելի ընկերներ, դուք դիտում եք Կոդքասթի հերթական թողարկումը։ Ինչպես գիտեք, այստեղ մենք խոսում ենք բիզնեսի, կրթության, առաջնորդության մասին։ Ճանապարհներ ենք փնտրում, թե ինչպես կարելի է ստեղծել արժեք եւ փոխել միջավայրը մեզ շուրջը։ Այսօր իմ հյուրն է Արտակ Գևորգյանը, Link Company Premium Gaz ընկերությունների համահիմնադիր եւ Գյումրու Մանթաշյանց ակումբի հիմնադիր եւ ղեկավար։ Բարև Արտակ ջան։ Շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար ու այս զրույցին մասնակից դառնալու պատրաստականության համար։ Նախ սկսենք, ինչպես ես։ Ողջույն Գեգամ ջան, շատ շնորհակալություն հրավերի համար։ Շատ լավ նախաձեռնություն ունես։ Ես նաև լրացուցիչ եմ, մեկ եւս կարևոր հարթակ է, որ կարող են գյումրեցի բիզնեսմենները, Գյումրիում գործունեություն ծավալող ու ինչ որ միջավայրեր ստեղծող մարդկանց հնարավորություն է ընձեռնվել պատմել, խոսել, ներկայացնել ծրագրերը։ Շատ ողջունելի է, ելի մեկ անգամ եւս շնորհակալություն։ Արտակ ջան, այսօր ուզում եմ խոսենք ավելի շատ բիզնես միջավայրի մասին, Գյումրիում ընդհանրապես ու փոքր բիզնեսների համար, մեծ բիզնեսների համար ու ընդհանրապես քաղաքի զարգացման համար, երբ որ խոսում ենք քաղաքի զարգացման մասին, առաջինը գալիս է բիզնեսը, որովհետև բիզնեսն է ստեղծում աշխատատեղեր, միջավայր, կապեր ու Գյումրին այսօր բավականին արդեն ունի ինչ որ ձևավորված բիզնես համայնք, որի մասին մեր հեռուստադիտողներից ոմանք գիտեն, ոմանց համար դա կարող է նորություն հնչի, բայց դա այդպես է ու մենք բոլորս գիտենք, որ միայնակ ոչինչ բան չի լինում։ Ստեղ գալիս է բիզնես ակումբի դերը, ակումբների մի միջավայր, որտեղ հավաքվում են բիզնեսով զբաղվող մարդիկ, փորձում են մեկը մյուսին օգնել ու այսպես։ Այս մասով կուզեի մի քիչ պատմեիր մեզ, թե ինչ դեր է խաղում ակումբը կոնկրետ Գյումրիում տեղական բիզնեսների համար, ինչպես է օգնում նոր նետվորքինգի զարգացմանը ու այդ նետվորքինգը ինչով է օգնում մեզ։ Շատ լավ, երևի սկզբից սկսեմ, ինչպես է ստեղծվել Մանտաշյանց Գյումրին։ Ես մոտ 5.5 տարի անդամակցում եմ Մանտաշյանց ակումբին, երբ որ Մանտաշյանց ակումբի անդամ էի, Գյումրու մասնաճյուղը դեռ չէր բացվել։ Գյումրու մասնաճյուղը բացվել է 2022 թվականին։ Ոնց բացվեց, Վարամը ինձ առաջարկեց Գյումրիում մասնաճյուղ հիմնել, անկեղծ ասած ես չէի հավատում, որ Գյումրիում կարող էր եւ այդ ակումբը զարգանալ, գոյատևել, բայց մյուս կողմից ես որ արդեն Մանտաշյանց ակումբի անդամ էի ու շփվում էի, ճիշտ այն ժամանակ ես երբ որ անդամակցեցի 50-րդ անդամն եմ եղել ամբողջ, հիմա 700 եւ ավել անդամներ ունի, այդ 50 հոգու այդ նետվորքը ինձ համար նախանձելի էր, ասում էի ոնց լինի, շատ միջոցառումներին չէի կարող գնալ Գյումրիում ապրելով, մյուս կողմից մտավախություն ունեի, որ կարող է եւ չկայանա որպես այդպիսին համայնք եւ մյուս կողմից էլ կար ցանկություն, որ այդ ամեն ինչը մենք Գյումրիում ունենանք։ Դե Վարամին ես հավատացի ու ասեց որ հաստատ լինելու է, դուք բերեք այսպես վստահաբար կնանք 5-րդ մասնաճյուղն են տանուր թվով 5-րդն ենք մենք Գյումրու մասնաճյուղը Հայաստանում առաջին մասնաճյուղն ենք ակնկալի կնայր որ այն ինչ ես տանում էի այդ Գյումրիում լիներ ու որպես այդպեսին կարելի ասել հաջողված պրոյեկտ կարելի է համարել որովհետև հիմա համայնքը կայացած է համայնքում շատ հարցեր է քննարկվում որ կապեր է ձևավորվում, շրջագայություններ է արվում, բիզնես տուրեր է արվում, գործարքներ է տեղ ունենում, որ թվային տեսքով ասեմ, 130 միջոցառում է կազմակերպել։ Այդ երևի ես կան ժամանակ Եվրոպայության ընթացքում այդքան միջոցառումներ չի կազմակերպել։ Միայն բիզնես։ 100 եւ ավել գործարքներ է տեղի ունեցել։ Մոտ 200 բիզնեսմեններ են եկել Գյումրի, առաջին անգամ։ Ու դրանից հետո, երբ որ մենք երկրորդ անգամ արդեն ուզեցանք մենք գլոբալ վիկենդը կազմակերպել Գյումրիում, արդեն 1 տարի էր անցել, ասենք պատկերացրեք, մի առաջին անգամ 23-ին է եղել, հենց բացման տարին։ Գլոբալ վիկենդը, չէ, 22-ին է Մանտաշյանց, 24-ին է եղել գլոբալ վիկենդ։
այս տարի ուզեցանք էլի կազմակերպենք, այն մարդիկ ովքեր եկել են, արդեն 1 տարվա ընթացքում առնվազն 4-5 անգամ Գյումրի էին եղել։ Ասացին մենք գնալու ենք Կապան, մենք գնալու ենք Վանաձոր, որովհետև Գյումրի շատ ենք եկել, սիրով կգայինք, լավ էր անցել, բայց միտքերն է, որ այդ 200 կալուց հետո իրանք սկսել են արդեն ստեղծվել են շատ պրոցես, այդ մարդկանցից արդեն ունենք դեպքեր, որ այստեղ արդեն ներդրումներ են անում։ Այդ շատ կարևոր։ Ու նաև հիմա մեզ առաջարկում են որ մենք իրենց պրոյեկտներ տանք, ներկայացնենք, որ լրացուցիչները կարողանա էլի ներդրումներ անել։ Շատ տպավորիչ թվեր են Արտակ ջան, իդեպ հեռուստադիտողներին ասեմ, որ TCO ընկերությունն էլ Մանթաշյանի անդամ է իդեմս ինձ ու հենց Արտակի հրավերով, հա, Արտակի միջնորդությամբ այսպես ասած, ու ես էլ եմ արդեն ինքս ինձ վրա ու ընկերությունն էլ իր վրա զգում այդ հետաքրքիր միջավայրի առավելությունները եւ բիզնես նպատակներով եմ ասում, գործնական եւ ընդհանրապես ուղղակի թեկուզ նոր networking, շփում, նոր մարդկանց ճանաչել, հետաքրքիր ժամանց, այս ամեն ինչը կա ու այո, Գյումրիում շատ հետաքրքիր ու տպավորիչ թվեր ունենք Մանթաշյանց Գյումրի մասնաճյուղի հետ կապված, այդ շատ լավ է ու բոլորիս համար շատ ողջերուի է, իսկ կասես կան բիզնեսներ, որոնք որ միգուցե, չգիտեն ոնց անդամակցեն կամ այդ անդամակցումը իրանց ինչ կտա, այս մասով մի քիչ խորհրդատվություն մի փոքր կտաս մեզ։ Շատ լավ։ Ոնց անդամակցեն, անդամակցման կարգը հետևյալն է, պետք է ունենալ երաշխավոր, օրինակ կոպարագայում երաշխավորը Լիլիթներ, ու Գուրգեններ, հա, այսպես, ասենք Մեր երաշխավոր։ ընկերները, ովքեր որ IT Մանթաշյանցի անդամ։ Ու համայնքը նաև շատ էր ուզում նույն համայնք, այսինքն տրամադրվածությունը հետևյալն էր, որ ուզում են գեղամին տեսնել Մանթաշյանցում, բայց առաջի բանը, հա, այսպես ասած ֆորմալ պայմանը նաև որ պետք է ունենա երաշխավոր։ Երկրորդ ֆորմալ պայմանը այն է, որ պետք է մինիմում շրջանառության շեմ ունենա, 120 միլիոն եւ ավելի։ Երրորդ որպես այդպեսին, հա, կա ընթացակարգ, որ հետո այդ ամենը կրում է խորհրդին, խորհուրդը հաստատում է, բայց որպես դրական ֆիդբեքերի դեպքում խորհուրդը միշտ հաստատում է, հա։ Եղել է դեպքեր, որ մենք ենք դիմել խորհրդին, թե կուզենք ավելի շատ ձեր կաբերով էլի ուսումնասիրեք ու մեժել ենք։ Մենք մեժումներ ենք անում։ Այդ առումով մենք բարեվարկության երևի հետ կապված, այո, առաջինը բարեվարկության, գործարքների ճշտապահությունը չպահելու արդյունքում եւ այլն։ Հասկանալի։ Հասկացա, ուրեմն այն մարդիկ, ովքեր որ համապատասխանում են, հա, այս կրիտերիաներին, ես ինքս որպես վերջերս անդամակցած մարդ խորհուրդ կտամ, որովհետև մանավանդ Գյումրիում, որովհետև ինչքան համայնքը մեծանա, ինչքան կարողանանք մենք ավելի շատ լինել ու իրար ավելի շատ օգնել։ Ես նաև Երևանում եմ անդամակցում գլոբալ, այսինքն Մանթաշյանցին, ու շատ ուրախ եմ դրա համար։ Իսկ դժվարությունների մասին մի փոքր էլ, հա, ասենց լավ բաներից խոսեցինք, լավ թվերից, Արտակ ջան, կուզեի այս ճանապարհին դժվարությունների մասին էլ խոսենք, ու երբ որ մենք ասում ենք բիզնես սկսել, հա, Գյումրիում կամ զարգացնել բիզնես, մեր մտքին առաջինը գալիս են դժվարությունները։ Դու երկու ընկերությունների համահիմնադիր ես, կայացած եւ երկու տարբեր ոլորտների ընկերությունների։ Այս մասին կուզեի մի քիչ պատմեի, ոնց են ստեղծվել ընկերությունները, ինչով են զբաղվում, ինչ ճանապարհ են անցել, ինչ պատմություն կա այս ամեն ինչի հիմքում։ Ասում է հաջողված լինելն էլ է դժվար, անհաջողակ լինելն էլ է դժվար, պետք է ընտրես քո դժվարությունը։ Այո։ Այդպես ասում է, քեր լինելն էլ է դժվար։ Այս վերջերս մեր ուրեմն իմ գործընկերներից մեկի հետ էի խոսում, ով Ամերիկայում է գործունեություն ծավալում, շատ է մեծացել իր ընկերությունը, ու պատմում էր վերջի մի տարվա ընթացքում, թե ինչ դժվարությունների միջով անցել շատ լուրջ, ու ոնց որ մենք եկանք այն եզրահանգմանը, որ արագ աճելը իր շատ վատ կողմերն ունի, ու երբ որ դու մեծ ես լինում ու ուժեղ ես լինում, այդտեղ քո
քո մարդիկ կան, որ կարող է կողքից նայեն, թե եթե մեծ կոմպանիա, չգիտեմ, 100-200 աշխատակից եւ ավել, հազարավոր աշխատակիցներ ունի, արդեն քիչ մտածելու բան ունի, բայց կատեգորիկ այդպես չի ու մեծ ընկերությունների համար ամեն մի փոքր սխալը բերում է շատ մեծ հետևանքների, այս մասով թող ճիշտ պատկերացում լինի, հա, մարդկանց մոտ։ Իմ հաջողված լինելու դժվարությունների մասին։ Ես այդպես եմ ձևակերպում, ասում եմ ամեն ինչն էլ դժվարություն կա, ամեն ինչի մեջ էլ դժվարություն կա, պետք է թույլս քո դժվարությունը։ Չհաջողված լինես, թե հաջողված լինես, գեր լինես, թե նյար լինես։ Երկու դեպքում էլ դժվարություն նյար լինելը, պահպանելը այդ ամեն ինչը դժվար է։ Գեր լինելու դեպքում էլ է դժվար։ Բայց ես գտնում եմ, որ ամեն ինչ միշտ մտքի մեջ է։ Գյումրիում եւ իմ օրինակովս եւ որպես այդպեսին փորձառությունը, հա, ուրիշ բիզնեսների օրինակներով կարող եմ ասել, որ մեկ կարևոր խնդիր կա, որը ցայտնը Գյումրիի բիզնեսմենը պետք է չսահմանափակվի Գյումրիում։ Այսինքն ինքը պետք է պատկերացնի ցանց, ինքը պետք է պատկերացնի մեծ ու նաև մանտաշանսն է տատվել անձամբ ինձ ու երևի թե շատերին, որ կարող ես դու սովորել ուրիշի սխալների վրա, տեսնես ոնց են մարդիկ երազում, ոնց են նպատակներ տնում ու հասնում, հա, իրանց փորձառությունը վերցնել, որ փուլերում է, ապագայում ինչ խնդիրներ կարող են ունենալ, հա, այդ կապերի միջոցով ու պատրաստական են, շատերն են օրինակ եւ ես անձամբ եմ խորհրդատվություն տալիս իմ փորձովս եւ ես եմ վերցնում իմ ընկերներիցս փորձով, հա, այնքան դեպքեր է եղել, որ ես որպես այդպեսին այդ պրոյեկտը չեմ սկսել, որովհետեւ ինձ ասել են, որ 2 տարի հետո այս խնդիրը կա։ Ու որպես այդպեսին այդ խնդիրը առաջացել է։ Այդ թվում է թե ուղղակի մի հատ բառ էր, բայց այդ կարող էր այդ մեծ գումարներ արժանալ, հա, ու ոչ մի կերպ չէր փրկվում այդ մասը, ավելի եթե ժամանակ եղավ, խոսեմ այդ մասում, այսինքն ամփոփելով մտքի մեջ է պետք է նպատակները մեծ տրվի ու շուկան չսահմանափակվի Գյումրիում ու նաև ճիշտ սեգմենտացիաներ ընդրվի։ Այս բանը ես Գյումրու միջավայր, բիզնես միջավայրը շատ վտանգավոր է գնահատում, շատ ծանր է իրականում ու անձամբ ես մի 3 տարի, 4 տարի խոսում եմ այն բանում, որ այս AI-ի աճին, հա, ավտոմատացման հետ ուղղված արտահրավերները, արդեն ցանցերի մուտքը Հայաստանում, հա, այդ պետք է պատրաստվել, նախապատրաստվել։ Ինչ չկա, ոնց է նախապատրաստվել, ու ճանապարհ կա իրականում։ Այսինքն դու գնում ես դեպի քվոտային, հա, սեգմենտային փոփոխության, կամ դու ես մեծանում։ Դու չես կարող փոքր լինելով ու առանց հստակ նշանների, հստակ ձևավորման, դու չես կարող դիմակայել այդ։ Այսինքն գլոբալ ասված ստրատեգիան պետքա այնպես մշակվի, որ այս ամեն ինչը արդեն այո, եթե ստրատեգիա չկա, տակտիկական արդեն բաները չեն օգնում։ Հիմա Գյումրիում մեծ մասը բիզնեսմենների, իհարկե հաջողված շատ կեսերել ունենք, մեծ մասը բիզնեսների հիմնական գործունեությունը տակտիկական մոտեցում է եղել։ Այս բանը է, այս արեցինք ստրատեգիական տակտիկական ձևափոխումներ եւ այլն, բայց մանտաշանցում այդ ամեն ինչը տեսնում են։ Ունենք մենք լավ кейսեր, ունենք հիմա մանտաշանցում որ բիզնես, որը ինձ թվում է շուտով ինքը որպես ֆրանչայզեր հանդես կգա եւ իր ծառայությունը ամբողջ աշխարհում կարողանա վերցնել, այո։ Շատ լավ, իսկ քո ընկերություններից մի փոքր պատմես մեզ։ Ինչով, լսարանը ես գիտեմ իհարկե, այնպես պատմենք, որ լսարանն էլ, հա, 0-ից ինչ ընկերություններ, ինչով են զբաղվում, ոնց են ստեղծվել եւ հաջողել։ Առաջինը Premium Gas ընկերությունն է, որը ստեղծել ենք ես ու եղբայրս, այնպես միշտ ասում եմ, թե 24 համարի կլյուչից, գազապրավկում է աշխատում որպես լիսկավորող։ Այս մասը ուզեմ որ բոլորը շատ լավ ֆիքսեն, որտեղից է սկսել կոնկրետ արտակի պատմություն։ Այդտեղ աշխատելով, այդ միջավայրում լինելով, ես որոշեցինք գազի տեղադրման տեղ, ավտոմեքենաների վրա գազի տեղադրման տեղ
այդ գործունեությունը ցավալ։ Այսինքն ինչի՞ եմ հատուկ շեշտում այդ միջավայրում լինելով, այդ միջավայրերն են մտքեր առաջացնում, միջավայրն ու ոչ մի բանից խաղապար չունենալով, ոչ մի բան, ոչ մեքենայի կառուցվածքից, ոչ գազապարոնի վտանգավորությունից եւ այլն։ Բայց նպատակ է տրվել, որ ու առանց փող։ Ես ինձ մավոր չեմ հիշում որտեղից փող եղավ, ոնց այդ բալոնները կնվայեց եւ այլն, հա։ Բայց այդ նպատակը նա էր, որ պետք է ինքը հանրապետական բրենդ դառնա։ Բանում բոլոր մարզկենտրոններում, հա, պետք է քաղաքներում ունենանք, առնվազն, չգիտեմ, 15-20 կետ ունենանք։ Դա մի հատ չբացած մենք 20-ի մասին ենք երազում։ Ունեցանք 5 հատ, հետո թողել ենք 3 մասնաճյուղ, բայց այդտեղ էլ որակական, հիմա տեխնոլոգիական փոփոխությունների են գնում, արդեն դարձել ենք միջազգային, խոշոր աշխարհում երկրորդ արտադրող ֆիրմայի դիստրիբյուտորն ենք դարձել, դեռ չենք էլ հրաբարակել, հիմա եմ ասում, AI տեխնոլոգիաներով համակարգեր ենք ներդրել, ելի պետք է շուտով սեպտեմբերի 1-ից ներդնենք, այսինքն մի անգամից մեքենայի վրա դուք սետափ արեցիր այդ մեքենան, всё, ինքը արդեն AI քեզ աշիպկով կուղի, քո կարգավորումները կանի եւ այլն։ 12 բրենդի էքսկլյուզիվ ներկայացուցիչ է, էքսկլյուզիվ պայմանագիր ունենք, Nissan, Range Rover, Gazelle, երբ որ մենք ենք տեղադրում մեքենաները, իրանք մնում են գործառնային երաշխիքի մեջ։ Այդ որպես այդպեսին նախադեպ չկար, միայն կար գործառնների հետ անմիջապես համագործակցող, իսկ մենք դիստրիբյուտորների հետ համագործակցող։ Ու այդտեղ շատ մեծ դժվար ճանապարհ ենք անցել։ Առաջին մեծ դժվարությունը, որ գիտելիքը բավարար չէր։ Գումար աշխատում ես ու գիտելիք չկա։ Մասնագիտական սկիլերի։ Այո, մասնագիտական սկիլի ու ժամանակ չունես դու։ Ու քեզ կոմֆորտ է, դու փող ես աշխատում։ Լավ է։ Շատ է հետաքրքիր кейսի, ինչքան տենց կգնա ու պիտի ինչ որ մի պահի դու ինքդ հասկանաս, որ քեզ պետք է մասնագիտական 4 տարի գիտելիք։ 4 տարի այդպես գնացել է։ Հետո ինչ եղավ։ Հետո շատ գումարներ կորցրեցինք, հետո ստրեսից գնացի IT ոլորտ։ Ստրեսից գնացի IT ոլորտ։ Այսինքն ստեղ sense մի հատ բան անեմ, հա, ամփոփեմ ու անցնենք այսին IT ոլորտում գործունեությանը, ինչի ենք հանգում, որ նույնիսկ եթե սկսում ենք բիզնես, այդ բիզնեսի մասնագիտական սկիլերի բացակայություն ունենալով ու ինչ որ հաջողությունների հասնում ենք, այդ ժամանակահատվածը պետք է օգտագործել լրացնելու համար գիտելիքի բացը, որովհետև այս մեր ունկնդիրներին, հեռուստադիտողներին եմ ուզում այս մասը եւս մի անգամ sense highlight անենք, որովհետև հա այդ կոմֆորտ զոնան շատ է լինում, երբ որ մարդը նա կոմֆորտ զոնայի մեջ ու նոր գիտելիք ձեռք բերելու, աճի նոր ստրատեգիաների եւ այլնի վրա մտածելու փոխարեն ուղղակի գումար աշխատում ու իրան թվում է որ դա շատ երկար լինելու չէ, խնդրեմ եւս մեկ օրինակ, որ չէ, կարելի է մի հատ կետ ու այդ բացակայությունը լուրջ խնդրի է հանգեցնելու։ Ես նաև հայլային օրինակը բերեմ, ուսումնառության ընթացքում, երբ որ դու պրակտիկ փորձառություն չես ունենում, այդ գիտելիքդ չես կարող լիարժեք օգտագործել։ Այսինքն լավագույն տարբերակը թե բիզնեսմենի համար, թե ուսանողի համար, բիզնեսմենի համար ինքը արդեն պրակտիկի մեջ է, իր խնդիրներով հանդերձ, իր ողջավորությամբ հանդերձ, եթե զուգահեռ ինքը գտնվում է, այդ միքս է ստանում, դա է բանը ու ժամանակավար կրթություն չի ստանում է այն ինչ որ այսօր թե պետք է ստրատեգիայի համար, թե պետք է տակտիկայի համար, հա, այսպես իր բիզնես տրամաբանության։ Մենակ ուսանողի տպարագայում, երբ որ աշխատանքի կրթության ընթացքում ինքը կիրառում է գործնական, հա, աշխատանքի մեջ ստացվում է ինչ որ պետք է ստացվի, եթե չէ, հակառակ դեպքում ասում է մնում է փող այնքան, ինչքան ունես գիտելիք։ Շատ լավ է, IT ոլորտ IT ոլորտ ես հետաքրքիր ձևով եմ մտել այդ նույն բիզնեսում
մինչև 2009 թվականը access ծրագրերով այդպես ինչ որ բաներ ես էլ էի զապրոսներ բաներ էի գրում, թիմագից ունեինք, ով կանում էր, ավտոմատացված է եղել գազին։ Հետո արդեն ինքը մեծացել էր, ուզեցա ես բան անել, ADNS-ով, ADNS-ի ծրագրերով ավտոմատացնել։ Ու գնացինք բոլոր կամպանիաները հարցումներ արեցինք, ՏԶ տվեցինք, հայտարարություն տվեցի, պրոյեկտի ղեկավար ընդունեցի, այդ 2014-ին։ Մի 2 տարի ման եմ եկել, բայց 14-ից վերջնական որոշեցինք, որ ինչքան ADNS-ի օֆիս կար, գնացել բոլորը ինձ մերժեցին։ Այսինքն չենք անում։ այնպիսի բան է, որ իրանք չեն անում։ Չէ, Գյումրին է պատճառը։ Պատճառը Գյումրին է, որ չենք անում։ Դաժե մի կամպանիաներից մեկը խորհուրդ տվեց, թե մի էլ գնա Գյումրի հետ։ Քան եկելս խելացի տղա է Սարիքս է աշխատի բան։ Իսկ ինչն է, շուկան է փոքր, հա։ Շուկան է փոքր, գումարի խնդրի շուկան է փոքր, այդ ճանապարհները լավ չէ, այդքանով պետք է գնա, չգիտեմ, Գյումրի, մի խոսքով Գյումրի օֆիս է դա մնաց։ Ու ճիշտ ասած ես նեղվա մի քիչ, եկա ես շատ ընկերներ ունեմ ծրագրավորող իրար հետ շախմատիստ, որոնք հոս ծրագրավորողներ են։ Ասի ուզում եմ ծրագրավորման օֆիս բացել, Գյուներից մեկը այդպես կատագով էլի ասեց բան է, դու պետք է ագնոսներով լինես, ագնոսներ դրեցի, ագնոսներով լինես, հա, մի խոսքով դժվար է եւ այլն, ուսումնասիրեցի մի 3 ամիս սովորեցի ու որոշեցի ես բացեմ ավտոմատացման օֆիս, բայց էլի մեծ էր նպատակը, պետք է դառնալ ERP կենտրոն։ Աշխարհում 32 քաղաքում կա ERP ցենտր, որից մեկը Գյումրին է հիմա։ Ու այն բանկը այդպես Homo sapiens-ի մեջ մի հատված կա, ասում է բանը, սևամորթները 1960-ական թվականներին, երբ սևամորթներից մեկը ուզեցել է Միսիսիպի համալսարան ընդունել, իրեն տարել են խելեռնոց։ Հոգեկան խանգարում է ստաց։ Ուտպես ես բոլորին պատմում եմ, որ ավտոմատացման օֆիս պետք է ստանանք, մենք պետք է լինենք Հայաստանում առաջինը եւ այլն, օքեյ։ Ոչ ոք չի հավատացել, բացի եղբորիցս ու Արմինեից։ Բայց ասաց ես չեմ հասկանում ինչ ես ասում, բայց քեզ կհավատամ։ Ռեալ գնացինք ու մինչև վերջ հիմա էլ հավատում եմ։ Սկսեցինք առաջի կրթական process-ները հավաքել, խումբ հավաքեցինք 150 հոգու դասավանդեցինք, մարդ հրավիրեցի Երևանից եւ այլն, 150-ն էլ չմնացին, ոչ ոք չեն։ Այստեղ շատ հետաքրքիր кейս է, ինչի համար, որովհետեւ մենք 2019-ին Երևանից ենք եկել Գյումրի, մասնաճյուղ բացել Գյումրիում ու Էլի լիքը դժվարություններ ենք հանդիպել, այդ մասին եմ մի փոքր կպատմեմ։ Բայց ես ընդհանրապես IT-ից խաբա։ Այստեղ ուզում եմ հասկանալ այդ 150-ն էլ ոչ չմնացին։ Հա, 150-ի դասավանդը։ Վերջում մոնիտորինգի արդյունքում ինչ խնդիր։ Դե մենք բաներ ենք խոսում, որ այդ մարդիկ չեն հասկանում։ Ես բիզնես լեզու եմ խոսում, այն մարդիկ IT կոնսուլտանտ, հետո ես էլ շատ մեր բանում պետք է ֆինանսական հաշվապահական կրթությունը նաև կարևոր է, որովհետև բիզնես ավտոմատացման ծրագրեր, հաշվառման ծրագրեր էր ներդրվում, այդ մասներ, այսինքն եւ ծրագրավորման գիտելիքներ մի քիչ անհասկանալի էր իրենց համար։ Հետո բավականին համայնքը ուժեղ էր այդ ժամանակ, ես միշտ ասում եմ, բաներ համայնք ուժեղ են ասում են բանը, ADNS-ը ինչ է, բան, այդպես երեխեքին մարքեթինգ չունեինք, հա, մի խոսքով ու սկսեցինք ես ու Արմինեն Այսինքն 150-ից ոչ մեկ չմնաց, դեպս մնացինք ես ու Արմինեն, հա։ Դե ես բանում, Արմինեն Արագ բանում հեշտ էր այդտեղ, որովհետև հստակ այդ մասնագիտական աճը հեշտ էր, որովհետև հստակ գիտես თუ ինչ էր սովորում, քննություններ ես տալիս։ Ասենք այլ ոլորտներում չկա, չէ, սենյորին, ջունիորին, հատուկ քվիզներ բանես չկա։ Չկա, իսկ այստեղ կա, հստակ դու քննություն ես տալիս, տվեցինք, մի 4 հատ քննություն տվեցինք։ Հետո մի հոգի եկավ,
ոչ ոք չէր ընդունել, երևի կամ մեզ հավատաց, չեմ միջև մա ասում եմ, միջև մա մեզ հետ է։ Ես ասում եմ Խոստովանը հիմա քեզ ոչ ոք չէր ընդունել, թե դու մեզ հավատացիր, ու ոնց է հավատացել։ Հիմա բան է, կոդ է բացատրում է, ալգորիթմը բացատրել է, չեմ հասկանում արդեն։ Ես ծրագրավորող չեմ, ընդհանուր կարճ տալ կոդը գիտեմ, կարող եմ ինչ-որ փոքր բաներ գրել, բայց չեմ հասկանում ինչ եք ասում։ Ոնցպես գացես տղեն դու խկցեց, նստավ, վայ, ինչ չնեմ, ես մարդն էլ չէր տա։ Սարի շախմատ խաղանք իրար հետ, վեսլիպոյ խաղանք իրար հետ, էլի։ Ինչ-որ բան ապացուցես, որ դու հերու չես էլի, ասենք, ու որովհետև համայնք այն բանով կես տա, այն տրամաբանությամբ կես տա, ծրագրավորում չէ, դեզո չէ, մի խոսքով ասպես ներքին մեզ դիմադրեց։ Մի խոսքով այդ մարդուն համոզեցինք մնաց երկրորդն եկավ, ուտպես 5 հոգով մի պրոդուկտ սարքեցինք, EasySales պրոդուկտը, որը հիմա ավտոմատացված է Procter Gamble բան է, Հայաստանյան ներկայացությունը այդ ծրագրով է աշխատում։ EasySales բանն է, դիստրիբյուցիայի կառավարման ծրագիրն է։ Առաջի բայց առաջի փորձը չստացվեց։ Պրոստը տաբալեցինք, բայց մենք ասում ենք, որ կարող ենք։ Մեզ վստահում են միայն այդ դրա համար, որ մենք կարող ենք, կանենք։ Երկրորդ փորձը փորձեցինք էլի ներդնել, էլի չստացվեց, ոչ փող կար, ոչ բան, գրանտների դիմեցինք, մերժեցին, մեր թիմը լավ բան էր, 5 հոգանոց էր, բայց բոլորը շատ գիտագից, նվիրված, մինչև հիմա այդ թիմը պահպանվում է բացի Արմեններից, նվիրված, պատասխանատու բանում ու չկա, ոչ մի հաջողություն չկա, պետությունը այդ կովիդի ժամանակ գրանտ հայտարարեց, չգիտեմ 2020 թվականին կարող է հիշես Գևամ ջան, այդ 20 միլիոն դրամանոց գրանտն է։ Հա, որպեսզի օգնի բիզնեսներին հաղթահարել։ Ընկերներս պրեզենտացիաներ սարքեցին, երթանք խոսանք, ընկերս ես անեմ, բան, ինքն էլ ամերիկան ավարտած, բան, չէ, ես պեշտամ ուղիղ խոսամ, ասեմ, ժողովուրդ 900,000 կիլոմետր մեքենաս քշել եմ։ Ես ոլորտից հեռու չեմ երթա։ Կամ ես գրանտը կուտակ, կամ չեք տա, բայց ես հաբարդ եմ, ստեղ կանգնած խոսամ։ Ուսին հարամերեցիր, եկանք 30 քանի կամպանիա, 52 կամպանիա են շահել, մեզ տվեցին գրանտը, այդքանն են պրեզենտացիաները։ EasySales-ը 2 բառով ինչ ֆունկցիոնալ ունի, ու վсё։ Ու խոսացել ես նրանից ինչ կա։ Այո, ինչ կա ու ինչ եմ ուզում անել։ Բայց այդպես կրվի տոնով, դիտակ տվեք, որովհետև այնքան եմ արդեն փիչերել, որ կանգնած բան կնեմ, չգիտեմ, մի iPhone կսեմ, 5 հատի iPhone, միկը գրանտ կայդարելի քեզ տանք կսենք, այդ ժամանակ լիքը այդպես հիմա քիչ են էլի այդ բաները, պետք է նախարարությունը կանգուտակ քեզ տանք էլի փիչ կնեմ, օքեյ կսեն, բայց դուք մերժված եք, շահեցինք, հազիվ կովիդից էլ հաղթահարեցինք, ու էլի ժամանակ էլի մտքերից նպատակներս որ դառնալ հանրապետական բրենդ էր։ Մենք երևի Գյումրում առաջինն ենք դեռ երևի, ոչ թե մենք էքզիտ եղանք այդ բանը, այլ գնացինք մեզանից 3 անգամ մեծ ընկերություն գնացինք։ Ու հաջողությունը տանդակ տեմպերով գնում է, փորձում ենք, թիմը մեծանում է։ Մի օր եկա, ասեցի, պետք է գնալ ամենամեծ կամպանիային համոզել առնել, էլի ասում է բանը, էլի խելագարվեց այս մարդը, էլի այսպես։ Բայց ինչն էր այդ որոշման հիմքը։ Որովհետև B2B-ում, ավտոմատացումում առաջինը պետք է հավատան քեզ։ Այդ հավատալու համար էլ ինձ 10 տարիներ էր պետք։ Այս սկզբանե ես այդ չէի հասկացել։ Ես չի հասկացել։ Այսինքն զրոյից բրենդ ստեղծելը քեզ համար ավելի բարդ էր, քան այո, 10+10 տարի էր պետք։ 9 տարի հետո մենք էքզիտ չեղանք, գնացինք մեծ առանք։ Ոնց ենք առնելու, նախ այդ ռազմախումբ մենակ չենք լինելու։ Իմ գործընկերոջս հետ Արթուր Մանուկյան, ով
երկար տարիներ այդ կազմակերպության տնօրենն էր, հիմնադրից ամբողջ բաժինը առանք եւ հիմա link բրենդն է պահպանվել եւ Resolsoft բրենդն է պահպանվել։ Resolsoft ավելի շատ CRM-ների ներդրումով է զբաղվում, իսկ link-ը ավտոմատ 2200 գործընկեր ունի։ Coca-Cola, ManyChat, IPAM, այդ IT մեր գործընկերներ Pernod Ricard, կոնյակի գործարան, այդպես Իջևանի կինոկոնյակ, 2200 գործընկեր ունենք 5 product հայկական շուկային համար ադապտացված։ Երբ հոկտեմբերի 1-ից էլ լրիվ հայաֆիկացված product-ներ կլինեն, ոչ մի ռուսերեն, բարի եթե այսինքն լեզուն ընտրում ես ռուսերեն է լինում, եթե ընտրում ես հայերեն, էլի շեշտում են, որ հավատն է կարևոր, հավատ քո ուժերիդ ու տեսնես ինչն է պակաս կրտվելու։ Շատ հետաքրքիր պատմություններ, Արտակ ջան, մի success story, որը շատ բարդ ճանապարհներով անց է ու բերեցիր հասցրեցիր կրթությանը։ Ու այդ կրթության ֆակտորը մի քանի անգամ այս պատմության ընթացքում դու շեշտեցիր, այս մասով կուզեմ մի քիչ ավելի խորանանք, մեր փորձն էլ հաշվի առնելով Թիսիոն ընկերությունը 16 թվականից Երևանից է սկսել, հետո երբ որ մենք Գյումրիում մասնաճյուղ բացեցինք, առաջին առաքելությունը կրթությունն էր, այսինքն IT ոլորտի կրթություն տալ երիտասարդներին ու մեր նպատակներից համար մեկը, անձամբ իմ համար ու ամբողջ ընկերության համար, որպեսզի հետագայում կարողանալ ձեռնարկել քայլեր, որ մեր երիտասարդները սովորելուց հետո մնան աշխատեն Գյումրիում։ Մենք ստեղծենք թիմ, IT այլ ընկերություններ այդ ընթացքում զարգացան ու հիմա մենք այդ նպատակի համարյա թե հասել ենք այն առումով, որ մենք մեր թիմը այստեղ ստեղծել ենք, մեր մոտ ավարտող ուսանողները մնում են հենց մեզ մոտ ու ոչ միայն մեզ մոտ, կան ընկերություններ, որոնք որ այս ընթացքում եւս աճեցին ու եւս օգտվում են, այսպես ասած, այդ հնարավորությունից, որ ունենան նոր IT ոլորտ մուտք գործած տաղանդներ իրանց թիմում, այս մասում կուզեմ մի քիչ պատմես քո նախաձեռնությունների մասին կրթական ոլորտում, քաղաքում վիճակը ավելի գլոբալ այս առումով ու Արմինեի գրադարանի մասին ես գիտեմ, շատերը գիտեն, բայց կուզեմ որ ավելի մեծ մասաներ լայն հասարակությունը իմանա որտեղից է այդ գաղափարը ծնվել ու ինչ ազդեցություն է թողել քո վրա ու այն մարդկանց վրա, ովքեր որ ներգրաված են դրա մեջ։ Կրթության դերը մեր բոլոր բիզնեսներում, բոլոր այսպես նախաձեռնություններում ինքը հատուկ դեր ունի։ Թե աշխատակցի կերպարում, թե նկարագրելուց, ասենք, մենք կարևորում ենք պատասխանատվություն, պահանջատիրություն եւ շարունակաբար կրթություն։ Ու երեք իրար հետ ուղիղ համեմատական է։ Եթե չես կրթվում, պահանջատեր չես լինում, եթե պատասխանատու չես, արդյունքը հասնելը շատ դժվար է, հա։ Ու հենց այդ հավաքական անունը Արմինե է, այդ երեք կետերի։ Գեղամ ջան, շատ ստարտափի կյանքը, ճիշտ է, ես պատմում եմ մեր մոդիրները լսում են, բայց դու անձամբ IT մեջ ես, գիտես այդ ստարտափերի կյանքը ինչ է, չքնել, գիշերներ, երազել, հա, այդ ամեն ինչի մեջով Արմինեն առաջի աշխատակիցները, առաջի մասներով հավատացել են։ Ու երբ որ ես վերջի վերջի երևի 3-4 ամիսը էլ չէր հավատում։ Էլ չէի խոսում իրան։ Ես պայմանագրերն էի կնքում այդ մարդկանց հետ։ Չէր հավատում պրոստը արդեն։ Որտեվ բայց ես կուզեի բերեի իրան ցույց տալ, վсё եղավ։ Տեսար ես դարձա այս հիմնադիրը ու չասցրեց իմացավ։ Հենց այդ օրը ստորագրեցին, բանը, մի ամիս եմ լաց եմ եղել ես։ Շատ կուզեի ես իրան այդ ամեն ինչը ցույց տալ, որովհետև ինքս հավատացել էր։ Ստարտափերի համար գործընկերը, որ ամենա առաջի օրվանից իրան հավատացել ու այդ ճամփային գնացել, աշխարհում երևի ամենակարևոր մարդկանցից է իր այդ մարդու համար։ Այո։ Ու այդ կորուստը բնականաբար եթե մեզ լսողների մեջ կան մարդիկ, ովքեր որ
ճանապարհ են անցել, անպայման չի IT ոլորտում, ինչ որ պրոյեկտ են արել, product են ստեղծել մարդու հետ, շատ լավ էս խոսքերը կհասկանան, որովհետև այն որ ասում են մենակ ճանապարհ չես գնա, բայց մարդ ում հետ շատ երկար ճանապարհ կանցնես ու միշտ իրար կհավատաք, այդ երևի ամբողջ աշխարհում մի հոգի կա ու դու ոնց որ այդ մի հոգուն հանդիպել ես ու իր հետ ճանապարհ ես անցել, դա արդեն մեծ ու երջանկություն է ու կորցրել ես, երբ որ բանում էր, հիվանդանոցում ես զգում էի այդ օրերը հիվանդանոցից տեղ չեմ գնացել։ Ես իրոք էի զգում այդ մարդուն, որ սո մի բան են չի իր մոտ։ Ու այդպես այդ բանից հետո ես դեպքից հետո որոշեցի որ իր անունը ինչքան հնարավոր է ինձ հետ պետք է լինի։ Ու եկավ Կրադանի միտքը, մինչև իր մահանալը մենք Մատաշանցով կազմակերպել էինք կրկի քննարկում, իր այդ միտքը նկարել է եւ այլն, մինչև հիմա պահպանվում է իր ամբողջությամբ սեղանով եւ ինքը ներկա է այդ կամպանիայում, ես տեսել եմ։ Ու իր անունը պետք է վառ, բանը ինձ հետ պետք է լինի ու իր էներգիան պետք է այս քաղաքին պետք է իրոք մեծ էներգիայով, մեծ ֆանտաստիկ։ Ասենք, հումանիտար կրթությամբ հետո GITC 2 տարի սովորած ու ֆենոմենալ տուխով քաղաքապարակից մարդ ու այդ իր էներգիան իրականում եկավ պրոստը միտքը եկավ որ գրադարան պետք է ստեղծվի շատ արագ կազմակերպեցին գրադարանի ստեղծումը եւ ու իր առաքելությունը ոչ ֆորմալ կրթական համայնքի ձևավորում են ընթերցասերների համայնքի մեծացում այս պահին ունենք 1350 user 1350 հոգի կրթվում է ակտիվ 1100 user մեգից ավել գիրք ընթերցածները տրամադրել ենք 3800 գիրք այսինքն 3800 անգամ կարտացվել է Արնոյի գրադարանի մեր պլաններում 3000 user-ն է ու սեգմենտը բաները ժանրերը ընդրված են ժանրերը որոնք այսօր շատ կարևոր են ճանապարհներ հարտելու համար ճանապարհ անցնելու համար շատ կարևոր են դետեկտիվ ժանրն է անձնազարգացումն է բիզնեսն է մանկապատանեկան կենսագրականներ ու ժանրից դուրս որոնք բեսթսելեր գրքեր են ասենք Homo sapiens-ն է համարվում մեր այդ ժանրից դուրսերի մեջ շատ ոգևորիչ ու շատ լուսավոր ընթերցասերների համայնք ունենք շատ կարևոր արդից օգտվելով եթե մինչև ամսու 6-ը եթերը հեռարձակվելու կրկի քննարկում ունենք որ կարտացել է այդ գիրքը երիտասարդների 7 սովորությունները ես պետք է բանանեմ մոդերացիա անեմ ու փորձեմ իմ փորձովս էլի երիտասարդներին ցույց տալ որ շատ առաջ մեզ ասում են որ ձեր սխալների հիման վրա պետք է սովորեք ես ուզում եմ շեշտել որ նաև կարող եք ուրիշների սխալների վրա սովորել ուրիշների հաջողության հիման վրա էլ ձեր պլանները կառուցել այսօր այդ հնարավորությունը կա եկեք տեսնելով հաջողված քեսեր կարտալով կոնկրետ ճանապարհ սահմաններ տնելով ցես համար այդ փորձառությունս ուզում եմ իրանց հետ էլ կիսվեմ 22 միջոցառում ենք կազմակերպել բանում գրադարանում կրկի քննարկումներ կրկի շնորհանդեսներ մեր համար տարեկան միջոցառում ամփոփիչ միջոցառումը սկսում է Արնոյի ծնունդի օրը մարտի 29-ից մարտի 29-ն է ուզում ենք որ բանում հասնենք 3000 user-ի վստահ եմ դա լրիվ իրականանալի թիվ է որովհետև նախաձեռնությունը շատ հրաշալի է ու մեր ոնց որ եւս մեկ անգամ ուզում եմ դիմել երիտասարդներին տեսեք որ ինչքան հիմական հնարավորություններ կրթվելու զարգանալու կարդալու ու մասնակցելու միջոցառումների որտեղ քննարկում են մարդիկ նույնիսկ գրքեր որոնք կարող է դուք չեք կարդացել բայց ցեզ միանգամից ավելի ոնց որ ասում են մի step առաջ ինֆորմացիա են տալիս արտակը պատմում էր
իր հաջողության պատմությունը ու ստեղ հասկացանք մենք ընթացքում, թե ինչքան կարևոր է եղել կրթությունը, մասնագիտական գիտելիքը, դրա բացակայությունը այն ժամանակ 2000-ականներին միջավայրը չի եղել այնպիսին, որ դու կարողանաս հասկանալ քեզ ինչա պետք, գնալ գտնել, թե քեզ ով է կտա ու ստանալ։ Իսկ հիմա հնարավորությունները շատ ավելի մեծ են ու ստարտափները զարգանալու համար շատ պարզ թող կա իմ կարծիքով, պարզա որ լիքը թերություններ ունի, հա, դժվարություններ կան, մանավանդ Հայաստանում, չնայած Հայաստանում IT ոլորտը շատ զարգացած է, բայց փոքրության հաշվին, հա, երկիրը ունի իր դժվարությունները, Գյումրին էլ ավելի, բայց ամեն դեպքում, եթե արտակը կանգ չի առել, այն դժվարություններով հանդերձ, որի միջով որ անցել է, ուրեմն իմ կարծիքով հիմա այդ դժվարությունների քանի տոկոսը չկա Արտակ ջան, ըստ քեզ նոր երիտասարդների համար, ովքեր ուզում են տես ճանապարհ անցնել։ Հիմա դժվարությունների ես միշտ այդպես եմ, միշտ դժվարություններ կան։ Չէ, այն դժվարությունները, քեզ հանդիպել են, ուղղակի բաց է եղել, շուկայում այդտեղը դատարկ է եղել, չի եղել այդ կրթությունը, չի եղել այդ հասանելիությունը։ Հիմա ինֆորմացիան ավելի հասանելի է, հիմա անալիտիկայի, հա, այսպես ասած, մակարդակը ավելի բարձր է, հիմա առնվազն իրանք ունեն լուրջ, մոնստր, գիգանտ AI համակարգեր, որոնց միջոցով անալիզի բանի ամենամեծ դժվարությունը որտեղից է սկսում, երբ որ դու ճիշտ անալիզ չունես, չգիտես շուկայի վերլուծություն չունես, քո փոքր սարքածդ գիտես թե աշխարհը ստեղծել է, այդ առումով այդ դժվարությունները հիմա չկա, հիմա անալիզի մակարդակը շատ բարձր է, ուսումնասիրության շուկայի ուսումնասիրությունների մակարդակը շատ բարձր է։ Նույնիսկ եթե անձամբ չգիտես ոնց անես, երկու տարբերակ կա, կակ մինիմում երկու տարբերակ ես կարող եմ հիմա ասել, կամ սովորի ոնց անես օգտագործելով այդ գործիքները արա, սովորացնելու տեղերն էլ կան, կամ գոնե կարող ես ընտրել մի կազմակերպություն, ով դա կանի քեզ կօգնի այդ հարցում, իսկ մեր ժամանակ, քո ժամանակ ոչ այն կար, ոչ այն կար, շատ դժվար էր այդ ժամանակ, դու գիտելիքի, ինտուիցիայի, փորձի արդյունքում պետք է։ Այսինքն մենք շատ դեպքերում սովորել ենք մեր սխալների վրա։ Այո։ Որի անհրաժեշտությունը հիմա չկա ու հիմա մեր երիտասարդությունը պետք է ավելի դուխով գնա այդ ուղղությամբ, որովհետև այդ արժեք ստեղծելը հիմա ճանապարհը ավելի հեշտացել է։ Նախ հաջողության պատմություններն են շատ։ Մարդիկ իրենց փորձով կիսվում են, մարդիկ ուղղորդում են, մարդիկ ոնց որ համաձայն են ինչ որ մեկի ձեռքը բռնել, ուղղորդել, օգնել։ Ու այս առումով ես շատ ուրախ եմ, որ այդ կա ու կուզեմ, որ մենք ու երիտասարդ մեզնից էլ երիտասարդները դրանից օգտվեն։ Ես էլ եմ ինձ այդ սերունդի մեջ դասում, որ նոր ճանապարհ անցնում, ինչքան էլ որ կարող է բրենդը ճանաչելի է, ճանաչելի չի եւ այլն, բայց ամեն դեպքում հələ գնում ենք այդ ուղղությամբ։ Այստեղ կուզեի մի քիչ անձնական առաջնորդության մասին խոսեինք Արտակ ջան, երբ որ խոսում ենք IT, կրթության ու բիզնեսի մասին, այդ ամեն ինչը գալիս է մի անձրևանոցի տակ, որը որ հենց անձնական առաջնորդությունն է, որը որ բոլոր բիզնեսով զբաղվողները զգացել են ու դու առավել եւս միաժամանակ կրթության, բիզնեսի ու հասարակական գործունեության մեջ ես, ոնց ես այդ ամեն ինչը համադրում ու քո առաջնորդության մոդելը որն է։ Առաջնորդության առաջի հենց ասած կամ առաջի եւ վերջի պայմանն է, հա, եսը մենք դառնալ։ Առնվազն այսօր եմ ես այդ անընդհատ է ինձ մոտ այդ process-ը, որ թիմում կա ես, ուրեմն այդտեղ կա խնդրեմ։ Որ անձի մեջ կա ես, ինքը չի կարող առաջնորդ դառնալ, ինքը կարող է շեֆ դառնալ, ղեկավար դառնալ, բայց առաջնորդ որպես այդպեսին, հա, ինքը չի կարող դառնալ։ Առաջինը պետք է եսը մենք դառնա։ Կամ Մանթաշյանցի կարգախոսը։ Մենք ուժեղը եսից, հա։ Երբ որ մենք է դառնում, կներեք այդ նպատակների հասնելու համար առաջինը դու թիմի մասին ես մտածում, առաջնորդում ես իրանց, ուղղորդում ես իրանց։
Երբ որ ես ով ես դու շարժվում, всё, դու արդեն նորմալ ղեկավար ես, boss ես։ Այլ ոչ թե առաջնորդ ես, հա, պետք է ու պրոակտիվ լինել։ Այն մարդիկ, ովքեր մեր նախորդ էպիզոդները նայել են, էլի հյուրեր են եղել, որոնց հետ հենց այս թեմայով խոսելով եկել հասնենք այս թեմային, հա, մեր մոտ թեմաները այտենց բան չի, նախորդ գծած չի, հա, չէ, ու շատ լավ է դա, այսինքն հանգում ենք մի հատ կետի, որը ուրեմն կա այդ խնդիրը շուկայում, ու իմ ետևից թե առաջ սրանք լրիվ տարբեր բաներ են ու մենք էլի հանգում ենք այն եզրակացությանը, որ այն առաջնորդները, որոնք որ մենքի գաղափարախոսությամբ են շարժում ու իրանց ետևից են ուզում տանել թիմին, դա շատ ավելի լավ արդյունքներ է բերում, քան այն առաջնորդները, ովքեր որ ուղղակի ասում են գնացեք այս ինչ բան արեք, ոչ ցույց են տալիս ոնց պյանեն, ոչ առաջնորդում են, ոչ ուղղորդում են, ոչ էլ ուզում են դա անել, հա, ուղղակի պահանջում են, ուզում են ստանալ։ Չէ, պիտի պահանջելու մասն էլ է մեզ մոտ շատ կարևոր, այսինքն առաջնորդել, այսպես ասած, պատվիրակել, հա, մեր թիմերում ես այսպես է մոտավորապես, ով ինչ կարող է պատվիրակում է։ Կապ չունի թիմակցի իր ինչ ֆունկցիաներ էին կատարում, կարող ես պատվիրակել, պետք է պատվիրակես ուրիշի, հա, որ առաջնորդը նաև պետք է ճիշտ կարողանա պատվիրակել, բայց ուղեկցել իրան։ Այդ եմ ասում։ Ուղղակի ոչ թե ասել գնա արա, այլ լավ պատվիրակեցիր, բայց այդ մարդը ուզգում ես նախ առաջնորդը պիտի այդ պահին հասկանա ում որ ինչ որ պատվիրակեց, հասկացել է ինչ պիտի անի։ Այդ մարդու համար ինքը մարսել է այդ թե ինչ պիտի անի, թե կարող չի հասկացել, այդտեղ արդեն սկսում են խնդիրներ։ Չի հասկացել, թե դաշկիր քեզ բանը, ես բան եմ անում, այս վերջում է եղել բան ենք անում, այո աշխատագից ենք ընդունում։ Բացառում եմ չի հասկանում։ Իսկ գործընկերս չի հասկանում, լավ է դա չի հասկանում։ Կարող է ուրիշ փոխսարքի ավելի լավ բան է, ուտպես էլ եղավ։ Ուտպես էլ եղավ, ինքը ուրիշ բան սարքեց, որը ավելի լավ բան է։ Այդ արդեն այդ ուրիշ է։ Այդ որ բան էր էլի, հիմա սարքեպեծերը արդեն նոր է հասկացել ես ինչ խնդիր էի դրել իրար, բայց արդեն իրան ծափարում էին էլի։ Էլ ուշեր էլի։ Հա, ասենց մեկ ֆանտաստիկ է ստարտափի կյանքում, մանավանդ նոր տեխնոլոգիայի կյանքում, այդ էլ չես կարող ռեալ իրան շատ բանեն ես, հա, դու մակետ ես ուզում, ասենք, հա, այդտեղ պետք չի որ ինքը պետք է հավատա քեզ, նոր всё իրականում կարող է անել, ու կնա ինչ ուզում է թող սարքի կա, էլ։ Հա, տեխնոլոգիաների ու ստարտափ աշխարհի հետաքրքիր բաներից է, որ կրեատիվ կա ու աբստրակցիա կա, չկան կոնկրետ out of box մտածելակերպի մեծ պահանջ կա, այս առումով լրիվ համաձայն եմ, բայց էլի ամեն դեպքում մեր ոլորտում առաջնորդը լրիվ այլ ձև է ասոցացվում, ամենայն դեպս արդեն բավականին երկար ժամանակ IT ոլորտում ուրիշ բան ենք հասկանում, բայց մենակ IT-ով չի, ու ես կուզեի, որ այս փորձը, այս մոտեցումը, որը որ IT ոլորտը բնականաբար Հայաստանում չի ստեղծվել, ու մենք ընդօրինակել ենք լիքը լավ բաներ դրսից, կուզեի, որ մնացած ոլորտները, բիզնես արտադրություն կլինի, չգիտեմ, հազար ու մի ոլորտ այս վերցնեին, որովհետև տես օրինակ բաժնի ղեկավարները IT-ում կամ ընկերության ֆաունդերները ոնց են շփվում իրենց աշխատակիցների հետ, ոնց են խնդիրները դնում, ոնց են առաջնորդում, ինչքան բաց են, քանի անգամ կարա աշխատակիցը հարց տա, չէ, ինչ որ task-ի վերաբերյալ, արդյոք մյուս ոլորտներում դու համ Մանթաշյանցի շրջանակներում ես շփվում շատերի հետ, համ այլ ոլորտներում ես գործունեություն ծավալում, արդյոք մյուս ոլորտներում այդպես է։ Տեսեք, հիմքը ազատության ու պատասխանատվության սահմանի հստակ գծել է։ Որ ոլորտում որ այդ հստակ գիծը կա, երկու ստեկ է խնդիրը, թե ղեկավարից կալացող, թե աշխատակցից կալացող, բայց այդ գծի պատասխանատուն առաջնորդը պետք է լինի։ Այո։ Այսինքն այդ գիծը առանց ազատության չի կարող աշխատել մարդը, բայց առանց պատասխանատվության էլ չի կարող աշխատել։ Ու նաև առանց պահանջատիրության։ Երբ որ ինքը պահանջատիրություն չկա, դրանից հետո դառնում է բողոք։
բողոքի նախորդը Արտակ իսկ մենթալիտետի մասին ինչ կասես։ մենտալիտետը կապ չունի այստեղ։ Հաստատ։ Տես, Գյումրիում մենթալիտետը շատ արտահայտված է Այո։ մարդկանց։ Այո։ Եվ մշակութային առումով եւ ոնց ասեմ կենցաղային առումով նույնպես ասենք դաստիարակություն, միջավայր, դպրոց, ընտանիք, ով ինչ կասի, ուրիշների կարծիքից մի քիչ ավելի շատ ոչ թե կախվածություն ասեմ, այլ հաշվի առնել, կոմպլեքսներ, նաև կոմպլեքսներ, այս ամեն ինչը բիզնեսում աշխատակից դառնալու, աշխատակցից ղեկավար դառնալու կամ կրեատիվ մտածելակերպ ունենալու վրա չի ազդում։ Երբ որ կներես ինչի եմ ասում, երբ որ դու տանը կամ կոնկրետական միջավայրում այդ abstract մտածելակերպը միշտ չէ, բայց որոշ դեպքերում գիտենք, որ ճնշվում է, այդ մարդը աշխատավայրում արդեն չունի այդ խնդիրը, որ out of box մտածեմ, էլի ճնշվելու եմ։ Իրան ոնց է խնդիր, իրան կապված ոչ կազմակերպ, ինչ կազմակերպություն եք անում։ Եթե իր ազատությունը ու պատասխանատվության սահմանը հստակ դրված է, ինքը փորձելու է այդ միջավայրում։ Բայց իր ավելի դժվար չի։ Նաև ես կավելացնեմ պատասխանատվության մեծ զգացողությունը Գյումրիում։ Շատ չափից դուրս, որը իրենք ավել շատ բան է վերցնում, էլի, ես քեզ ոչ միայն Գյումրի, այլ հենց տարածաշրջանային մարզերում, հա այդ բանը կա, այդ հավելադեպս իմ կարող սուբյեկտիվ կարծիքս, բայց չափից ավել են պատասխանատվություն վերցնում, կամ ընդհանրապես չեն անում։ Հիմա տես դու ասում ես մարզերում, այս տարբերությունը մի քանի բառով որն է, ասենք դու որպես ղեկավար ունես աշխատակից նոր ընդունված կազմակերպություն, չէ, երբ որ ինքը ունի ազատ մտածելակերպ, երբ որ ինքը չունի կոմպլեքսներ կամ ունի քիչ, երբ որ ինքը մենթալիտետի առումով ավելի միշտ սովորել է, որ ինքը կարա կրեատիվ մտածի, ինքը կարա ինչ-որ նորություններ մտածի, անի, փորձի եւ այլն, այդ մարդը մտնում է քո կազմակերպություն կամ քո ոլորտ ու այն մարդը, որ էլի շատ խելացի է, չի զիջում գիտելիքներով այն մյուսին, բայց ունի այս խնդիրները, որ ինքը դրա մեջ ապրել մեծացել։ Ես մեկ բառով դրան ընդունում եմ փորձառություն։ Չունին փորձառու, որովհետև երկար տարիներ Գյումրիում միջազգային բրենդներ չի եկել, ցանցեր չի եկել։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ նոր մշակույթ, նոր սահմանումներ, նոր տրեյնինգներ, հա, չի եղել որպես այսպես։ Պահանջարկի, հա, այդ հմտությունների քանակը քիչ է տրված եղել, սահմանը քիչ է եղել, բայց այս վերջի տարիներին ես տեսնում որ արդեն շատ մեծ դինամիկա կա, շատ մեծ։ Իսկ այդ կրթական ընկերությունները, ովքեր զբաղվում են մասնագիտական կրթության տրամադրմամբ, իրանք էլ իմ կարծիքով ստեղ պետք է որոշակի գործողություններ անել, որովհետև այդ ժամանակահատվածը, երբ որ մարդը կրթվում է, օրինակ TCO-ում, մենք փորձում ենք բացի մասնագիտական կրթությունից ունենք հստակ քայլեր, որոնք ձեռնարկում ենք, որպեսզի այդ մարդը նաև ստանա ինչ-որ soft skill-եր, ինչի համար։ Բաժանում ենք խումբը մասերի, տալիս ենք առաջադրանքներ ընթացքում, ոչ թե վերջում, որպեսզի թիմային աշխատանք այդ մարդը հասկանա, պրոյեկտ մենեջերի հսկողության տակ եւ պրոյեկտ մենեջերի հետ ավելի սերտ իր անմիջական ղեկավարի հետ աշխատանքը ընկալի թե ինչ է, task-ային համակարգը ինչ է եւ այլն, երբ որ ավարտում է, այդ մարդը մասնագիտական գիտելիքներից բացի ինչ որ ընկերություն որ գնում է, ինքը այքո ասած ունի որոշակի փորձառություն, սովորելու ընթացքում ինքը փորձ ունեցել է թիմով աշխատելու։ Փորձառություն, որտեղ գնահատվել է։ Այո, գնահատվել է ազատությունը, պատասխանատվությունը, պահանջատիրությունը։ Օրինակ բերեմ, երբ որ իշքան գնա ժամանակին դու դասախոսին ասեիր, վայ, այստեղ սխալ էր, ինչի դեր պետք ասեիր, մի հատ հետը թարսվեր։ Всё, արդեն զիջողական ես դու։ Որոշ տեղերը
այնօր ասում է կանաչ մարկերի մեթոդով չեն գնահատել մեզ կարմիր մարկերի մեթոդով այնօր ոչ թե ճիշտ բաները այս սխալն են ու անընդհատ են երես տվել հա ներել այդ հա իսկ այդ տեսակ ծեր կազմակերպության պես կամպանիաներում որտեղ որ դու մտքեր են մարդիկ մեր միտքը կարող է իր համար դառնալ մեծ պրոյեկտի սկիզբ չէ ինքը այդտեղ ազատ է ազատ պետք է կարողանա շփելու այդ փորձառությունը տանի օրինակ չգիտեմ ես IT ոլորտում նույն սինոպսիսի մուտքը IPAM-ի մուտքը Գյումրիում հա ես նույն մարդկանց տեսնում եմ նույն մարդիկ են որոնք աշխատել են X կամպանիային բայց լրիվ IPAM-ում են չէ լրիվ ուրիշ մարդիկ են իրանց կապը իրանք չեն փոխվել իրանց վարվելակերպը իրանց շարժ ու ձևը դաժե այդ էի ասում այդ կազմակերպություններն են անում չէ Արտակ ջան այո բայց ինքն էլ արդեն իրան գերներին է տալիս ապրես բայց միջավայրը որ դա անի արդեն կազմակերպությունների համար ավելի հեշտ կլինի այսինքն ինչ է ստացվում որ այդ մենտալիտետի խնդիրները այդ էլա կազմակերպությունը պարտավոր լուծել խնդիրները ի հայտ բերել լուծման տարբերակներ մտածել բացել այդ մարդուն սարքել ազատ չէ կազմակերպությունը այդ ամեն ինչը պիտի անի իսկ այն կազմակերպությունը ով որ ընտրություն է կատարում որ քաղաքում գործունեություն ծավալի կամ միջազգային կազմակերպությունը դա էլ է հաշվի առնում որ ինքը գնա մինեն ստեղ որտեղ արդեն միջավայրը մարդկանց պատրաստել է նոր մարտահրավերներ վերցնելուն ու ազատամտորեն դրանք հաղթահարելու ես հա ուզեմ որ մեր ընտանիքներից սկսած այս ամեն ինչի մասին մտածեն որ երեխային փորձեն այնպես անել որ ինքը զարգանա ազատ զարգանա հնարավորություն տան սխալվելու ու իրանց կարծիքը չփաթաթեն ոչ մեկի վրա Կարծիքը պետք չէ փաթաթել, հնարավորություն տալ պետք է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ ինքը մենակ է ամբողջ աշխարհի մարքեթոլոգների դեմ։ Շատ դժվար մարդարավեր է հիմա։ Դնել ծնողին ասել, գիտես մի մենակ թող իրան։ Չէ, ես չեմ ասում մենակ։ Չէ, ես դիտակը չունեմ, ասենք այդ մասը բաց թողնել։ Ինքը շատ վտանգավոր է, որովհետև ինքը արդեն թիրախում է, խոցելի թիրախում է։ Այո, այդ մասին Լիլիթի հետ էինք խոսում, ճիշտ ասած մեր էպիզոդներից։ Ես չեմ հասցրել նայել։ Բանը, այսօրվա տեխնոլոգիաները, Z սերունդը, ինչ մարտահրավերներ կան ու ոնց պիտի իրանք տարբերակեն լավը վատից։ Այստեղ պետքա ծնողը դասատուն, այդտեղ պետքա օգնեն տարբերակել լավը վատից, ոչ թե պրոստը կտրեն որ լավն էլ գնա կորի, որտեվ այդ տեխնոլոգիաների մեջ մենակ վատը չի։ Նայած դու ինչ կոնտենտ ես, չէ, ընդունում, շատ հետաքրքիր, նույն, չգիտեմ, TikTok-ում, մյուս տեղերը, Instagram-ում, այդ որ ահա հումոր են անում, որ հայկական TikTok-ը սենցնեց, բայց ամեն դեպքում այդ կախված է թե դու ինչ կոնտենտ ես ման գալիս։ Եթե դու կարողանաս քո աշխատակցին, քո երեխային, քո քեզնից երիտասարդին, հա, ինչ որ մի ձև բերես նրան, որ ինքը լավը վերցնի, սովորեցնես ոնց անի, որ լավը գտնի ու տարբերակի լավը վատից, այս եմ էլի ուզում ասեմ։ Այո, բայց նաև բան էլի ուզում եմ այդ բանը թեման Գյումրիան եթե կարելի է շարունակել։ Երևանյան, հա, այսպես ասած կամ միջազգային կազմակերպությունների մուտքը Գյումրի այդ մի հատ ես փուլ եմ համարում, որ հիմա սկսում է ավելի ինքը զարգանալ, ավելի աշխատաշուկան տանգանալ, աշխատաշուկայի պահանջարկը հմտությունների, հա, այդ բանջները ավելի շատացնել, հա, դա տանելու է զարգացման։ Այ ես կուզեի հենց վերջին թեման կներես, որ ընդհատում եմ Արտակ ջան, ապագայի ներմիջված, հենց դրան էլ եկանք հասանք։ Ավելի որպեսի առարկայական հարցը ստամ, հա, եթե ասենք մտածենք 5-ից 10 տարի, ամոտակա 5-ից մինչև 10 տարի ժամկետում, օրինակ ես կուզեի, որ Գյումրին տեսնեի մի քաղաք, որտեղ երիտասարդները գալիս են, ոչ թե գնում են, ունեն մեծ զբաղվածություն, շատ հետաքրքրություններ եւ այսպիսի բաներ, որ ուղղություններով պետք է զարգանա Գյումրին տեղից ոնց որ դու արդեն սկսել էիր։ Այնպես անենք, որ ավելի շատ միջազգային ընկերություններ գան, բերեն իրանց տրադիցիաները, բերեն իրանց մշակույթը, էլ ինչ կարող ենք անել մենք Մանթաշյանում, անհատական ամեն մեկս մեր տեղում, այն հիմնական բան է, որ դու կարծում ես, որ մեր պատասխանատվությունն է։
Նամատաշանցում մենք բան ունենք 3 տարվա ընթացքում բան ենք ձևավորել, նպատակ ենք ձևավորել, որ կարողանանք Գյումրիում միջազգային հիվանդանոցի պրոյեկտ բերել որպես այդպիսին, թե Մանտաշանցի ֆինանսավորման, թե այլ ընկերությունների ֆինանսավորման։ Ինչ է ընդհանրում։ Որովհետև Գյումրին հիվանդանոցի մեծ միջազգային ստանդարտներով հիվանդանոցի կարիք ունի, թե տուրիստներից, թե մեր кейսից, մեր տեսած դեպքերից, այո, պետք է այդ հարցը որպես այդպիսին մեր առաջ դրած է, Գևամ ջան, անընդհատ Վարամի հետ էլ բանկ կամ որ լավ հիվանդանոցներ, չնայած ով մասնաճյուղ բերի Գյումրիում մեզնից անց կախվածներ մենք անենք այդպես։ Իսկ Գյումրի ընդհանրապես Գյումրի զարգացման մոդելը ես նախ պետք է լայն քննարկում լինի, որ պատկերացնեն ռեսուրսները ճիշտ գնահատվի, որպես շուկայում, այսպես ասած, մեր ծառայությունները իմ կարծիքով արտադրությունների զարգացման հետ կապված պետք է լավ ավտոմատացվի, այսինքն այսօր դու չես կարող մի բան արտադրել, որի ինքնարժեքի հետ կապված դու մրցակցես ինքնաբավ պետությունների հետ։ Մարդը ինչ որ բան է ուզում արտադրել, տեղում է իրանը։ Ամեն ինչ իր տեղում է, մի անգամից իր երկրի մեջ է կարտահանել, մի հատ էլ մաքսատուր, մի հատ արտահանում կուտա, մի հատ էլ պետությունները բաներ քեշբեքեր են տալիս իրանց, թե դու արտահանման դեպքում քեզ քեշբեք է տալիս եւ այլն։ Արտադրության հետ կապված ես կտեսնեմ թանկ պրոդուկտների վաճառքը, որոնց մեջ կա նաեւ հավելյալ արժեքներ, ուղղակի տիրաժային արտադրություն, քանակային արտադրություն չէ, որի վրա կա ինչ որ ծերագիր գործեր, բրենդ է դարձել, հա, ինչ որ կրեատիվ մտքեր եւ այլն, հա, որպես թանկ պրոդուկտներ պետք է վաճառել։ Տուրիստականի հետ կապված հիմա դանդաղ աճում է, բայց ես պատկերացնում եմ, որ նախծմեռային туриզմի հարցը պետք է շատ արագ լուծվի, շատ, որ ամբողջ տարի կարողանան մարդիկ բիզնեսները, հյուրանոցները զարգացնել իրենց սերվիսի մագարտակը։ Այս մասով չգիտեմ գիտես թե չէ, ես 2-3 տարի առաջ ինչ որ մի բան ավելի շատ ինձ Գյումրիին կապելու համար ես միշտ այդ հարցը իմ մոտ շատ արդիական է, որ հա ես հիմնականում Երևանում եմ ապրում, բայց շատ եմ սիրում իմ քաղաքը ու ուզում եմ ինչքան հնարավոր է ինչ շատ կապեմ Գյումրիում, հյուրատան հետ կապված էլ ունեմ ներգրավվածություն այդ ոլորտում ու շատ ճիշտ ես ասում, որովհետև ամառը Գյումրին ու ձմեռը Գյումրին տարբեր բաներ են, բայց ոչինչ, որ մենք ունենք 12 ամիս ու բոլորս 12 ամսում ենք տարին ամփոփում, հա, ոնց կարելի է չմտածել դրա մասին։ Երրորդ ուղղությունը, որնոր ես շատ արագ կարող եմ արդյունքներ ունենալ ու ես ռեալ եմ տեսնում, երևի այս 5 տարի էլ այդ ուղղությամբ շատ է բանակցվել, բան այդ ծառայությունների արտահանումն է։ Այսօր մեր outsource-ը ծառայություններ, բայց ոչ որը ֆինանսական ոլորտում, աշխատանք։ Դե ոնց որ մենք ոնց որ անում IT-ն, IT ոլորտ, ինչի համար IT-ն հաջողվել է, ինչի ֆինանսները ինչի հաջողվելու, ասենք այդ տարբերության գումարը արդեն ինքը բան է, էլի։ Ու դրա համար էլ բայց պետք է միջավայրեր ստեղծվի։ Հետաքրքիր բան ես ասում, Արտակ ջան, IT-ն սրա մասին բավականին երկար կարելի է քննարկել։ IT-ն ոնց է հաջողվել ու ինչ տարբերություններ կան, ասես մի հատ մոնիթորինգ է պետք անել, որ ուրիշ այլ ոլորտներ այդ մասշտաբի outsourcing ոնց անեն, որ հաջողվի։ Դե IT-ն հաջողվել է, որովհետև կային գործիքներ միջազգային, չէ, հարթակներ, որից օգտվում էր IT-ն, որ դա աներ։ Չստացնելով հաջողությունը, բայց մենք օրինակ, չգիտեմ, Ֆինլանդիան վերցրել է խաղային ոլորտը, չէ, չգիտեմ, Հնդկաստանը outsource-ը։ Դե Հայաստանն էլ խաղային ոլորտը վատ չի։ Ես չգիտեմ, այսինքն այն ինչ որ համաշխարհային շուկայում թեգուս նկատի ունես թիրախավորված մի ոլորտ, այո, ես թիրախավորում եմ նկատի ունեմ, ասենք օրինակ Գյումրիում, չգիտեմ, այն ֆինանսական ընկերությունները, որոնք ասենք Եվրոպա ծառայություններ կարտահանեն, կարտոնություններ կունենան,
հատուկ եվրոպայցին վերցնել մեկ ոլորտ թիրախային, սկսած հարկային արտոնություններից, սկսած իրան սպորտից ավել շենքային պայմաններ եւ այլն, անել, որ իրանք թիրախ վերցնեն, ասենք, չգիտեմ, հայկական Հայաստանի ֆինանսիստները ուրիշ են, կամ իրավաբանները ուրիշ են։ IT ոլորտին այդ արտոնությունը կար, հիմա էլ կա, ճիշտ է, վերջերս ստիպված, հիշում ես այդ դեպքը, որ ուզում էին բարձրացնել խաղադրույքները, այսպես ասած, տոկոսները հարկի հետ կապված խնդիր առաջացավ, հակառակը իջացեցին, որովհետև ընկերությունները սկսեցին գնալ դեպի Վրաստան, դեպի այլ երկրներ, հայկական։ Ես նաև USCT խորհրդի կազմվել են քննարկվել IT համայնքին, որ Գյումրիում էլ ունի մասնաճյուղ, Ղարիբյան Գուրգենն է տնօրենը, մեր Գուրգենն է, բանում այդ խորհրդի կազմում քննարկումներ եղավ, բայց այն չարդահայտվավ այն արդյունքը, որ նոր համենայնդեմ սիմելի սուբյեկտիվ կարծիքս է, որը ինձ թվում է կարելի է անել։ Դե միշտ է օրենքներին կարելի է սուբյեկտիվ կարծիք ունենալ, բայց գաղափար ամփոփելով, որ թուրք կարծիք չերնի, կոնտեքստը դժում է, որ բոլոր արտոնությունների կամ բոլոր նախագծերի նպատակը իմ պատկերացումից ինչ որ թիրախ վերցնելն է։ Դե հա ինքնանպատակ չպիտի լինի։ Ինքը օգուտ տվել է, շատ կամպանիաներին օգուտ տված կլինի, կամ պրոյեկտ չկա, որ սխալներ չլինի, բայց ամենամեծ նպատակը կոնկրետ շուկայում թիրախ վերցնելն է։ Հասկացա, այսինքն այսպես ձևակերպենք, եթե IT ոլորտում ունենք արտոնություններ կամ ստրատեգիան պիտի լինի ոչ թե IT ոլորտի զարգացում, եթե խոսում ենք օրինակ outsource-ից, այլ կոնկրետ ոլորտային, ասենք gaming ոլորտի outsource, ֆինանսական ոլորտի outsource, ոնց է fintech-ի outsource, այսինքն կոնկրետ գնանք արդեն թիրախների վրա, որտեվ գլոբալ առումով, եթե համեմատում եմ ես 10 տարի առաջվա ու հիմիկվա մեր ոլորտի վիճակը, sense վիճակ ասելով, վիճակ բառը շատ բան է, էլի մտնում, այդ ինչ որ բանին հասել ենք, նրան ինչ որ ձգտում էինք, գոնե 80-90%-ով հասնենք մշակութային առումով, աշխատակիցների հարաբերությունների առումով, level up ենք լինելու։ Այդ ենք ուզում անել։ Level up դեպի ուր, հետո շատ է հեշտանում է, հետո թիրախ ես վերցնում, հեշտանում է։ Օրինակ մեր բարաբայում հեշտ է, մեկ լեզու են սովորում։ Միայն այդնեսից ծրագրավորում։ Հիմա նոր մի 10% էլ Python է, բայց այն մյուսները ոչ թիրախավորված են գնացել, մի օր PHP են սովորում, մի օր Python են սովորում։ Նա շատ հետաքրքիր բան է, բայց դրանք տարբեր են արդյոք թիրախավորում գնալ, ասենք մենք անում ենք պրոյեկտներ միայն JS-ով, թե մենք անում ենք պրոյեկտներ gaming ոլորտի համար։ Սա gaming ոլորտի համար որ JS-ով, ոչ JS-ը, կամ դա այո, JS։ Չէ, բայց որտեղ gaming ոլորտի համար կարող անես PHP-ով, JS-ով, կներես dominant JS, այդ բոլորին է ծերընթու։ Ասենք Սա շատ հետաքրքիր օրինակ է, դու նկատի ունես թիրախ ոլորտը կապ չունի լեզուն կհարմարվեն, թե համեն-համեն։ Եվ լեզուն, ինքը ընդհանուր է, որ մասնագետները նույնական լինեն։ Աճը մարդու Ստեղում է վաճառքի մասնագետի խորհրդատվության կարիք կունենանք, որ ինքը ասի դա դա կարա դա կվաճառվի որպես պրոդուկտ ըստ մի քիչ ինքը էլի իր փորձից ասի, որտեղ մենք նորից միադել հրավիրենք մարքեթինգի մասնագետ, որտեղ կարող եմ վաճառել, թե չէ։ Նեղացնում ենք, ասում ենք ոլորտ ու կոնկրետ լեզու ստեղ նեղանում է։ Հիմա ամբողջ process-ն է նեղանում, ամբողջ համայնքն է նեղանում, որովհետև արագացել է process-ները։ Ես քո ասած թեզերի հետ լրիվ համաձայն եմ, միայն թե կարելի լինի դա վաճառել։ Բնականաբար դրսի շուկայի մասն է խոսքը, էլի։ Եթե այո, վաճառքի խնդիր չլինի, բնականաբար ինչքան դու քո թարգեթը նեղացնես ու զբաղվես քո գործով, այդքան համ էլ քո համար կազմակերպելն է հեշտ։ Բակողը բարձր կլինի, աշխատակցի օգական բարձր։ Իհարկե։ Մենք երևի վերջերում ենք աշխարհում, ես կոնկրետ չգիտեմ, բայց ստեղծած արժեքով մեկ աշխատակիցը քան ինչքան ինչ միավոր արժեք է միավոր արժեք է ու օրինակ IT մեջ ես այդ գործոնը շատ եմ կարևորում ինքը տարբեր բաներ է սովորում բայց խորքայնությունը շատ դեպքերում քիչ է գնում այո շատ հետաքրքիր զրույց էր Արտակ ջան շատ ինձ թվում է մենք էլի հանդիպումներ կունենանք, որպեսզի կարողանանք մնացած ոնց որ շարունակել այս զրույցը, որտեղ էլի լիքը բաներ կան խոսելու, կուզեի
ամփոփել այսօրվա զրույցը։ Շնորհակալություն այն գործնեության համար, որը դու ես ծավալում քաղաքում ու քո կոնկրետ անձը ու ծավալած գործնեությունը եւ քո ընկերությունների եւ Մանթաշյանց բիզնես ակումբը ղեկավարելու հարցում շատ օգուտ է տալիս։ Մենք բոլորս մեր վրա զգում ենք այդ օգուտները ու ինչքանով որ հնարավոր է փորձում ենք համագործակցել ու եթե տեղ լինի ավելի շատացնել այդ համագործակցությունը, ավելի սերտ դարձնել մեր ընկերությունների միջև, մենք միայն ուրախ կլինենք։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քեզ շնորհակալություն, Գեգամ ջան, շատ կարևոր նախաձեռնություններ է։ Քեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք ոդքասթի արտական թողարկումը, այսօր իմ հյուրը Արտակ Գևորգյանն էր, Link Company Premium Gaz ընկերությունների համահիմնադիրը եւ Մանթաշյան Գյումրի մասնաճյուղի հիմնադիրն ու ղեկավարը։ Շնորհակալություն։